Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Դրագինյանի մեջ կոգեգոճվի հայրու ցեղասպանության զոհերու հիշադակը։ Անտիպ Ժուան Լպենի մեջ կոգեգոճվի հայրու ցեղասպանության զոհերու հիշադակը։ Ֆրանսիան կբահանջի Լիբանանի ներառումը հրատատարին, իսրայելյան հարվածները գոչելով անընդունելի։ Իրան կգնահատե վնասները 270 միլիարդ դոլար։ Գլենդելի մեջ կկայանա հայրու ցեղասպանության 25-րդ ոգեգոճման հանդիսությունը։ Times Square-ի մեջ կկայանա հայրու ցեղասպանության ոգեգոճման ձեռնարկումը։ Կոստանդնուպոլսո մեջ իսլամացված հայերու մասին ժապավենի ցուցադրություն կկազմակերպվի։ Ցեղասպանության թանգարան հիմնարկին մեջ կբացվի նոր ժամանակավոր ցուցադրություն։ Ապրիլ 24-ին Ֆրանսիայի Դրագինյան քաղաքին մեջ կկայանա հայրու ցեղասպանության զոհերու հիշադակին նվիրված հանդիսավոր ոգեգոճման արարողությունը։ Այս միջոցառումը կազմակերպված է Դրագինյանի եւ անոր շրջանի հայրու միության կողմէ Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմինակ Աբրահամյանի եւ հայ վետերաններու եւ աջակիցներու ազգային միության մասնակցությամբ։ Կազմակերպիչները կհրավիրեն համայնքի ներկայացուցիչները եւ բոլոր ցանկացողները մասնակցելու այս հիշադակի ձեռնարկին հարկանքի դուրք մատուցելու հայրու ցեղասպանության անմեղ զոհերու հիշադակին։ Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Անտիպ Ժուան Լպեն քաղաքին մեջ կկայանա հայրու ցեղասպանության զոհերու հիշադակին նվիրված ոգեգոճման արարողությունը։ Միջոցառումը կկազմակերպվի Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմինակ Աբրահամյանի, ինչպես նաև հայկական նախկին զինվորականներու եւ համագիրներու ազգային միության մասնակցությամբ։ Գազམ་ագերբիչները կհրավիրեն բոլոր ցանկացողները մասնակցելու այս հիշադակի արարողության, հարկանքի դուրք մատուցելու հայրու ցեղասպանության անմեղ զոհերու հիշադակին։ Ֆրանսիայի արտաքին գործոց նախարարը հայտարարած է, որ Լիբանանը բարդաթիր կերպով պետք է ներառվի հրատատարի նախնական համաձայնության մեջ։ Անոր խոսքով Լիբանանը ոչ մեկ բարակայի պետք է դառնա իսրայելյան կառավարության գավության նոխազը։ Նախարարը նաև խիստ քննադատած է Իսրայելի հարվածները Լիբանանի տարածքին վրա, զանոք բնորոշելով որպես անընդունելի։ Անոր քննադատմամբ այս գործողությունները ոչ միայն կխաթարեն Ամերիկայի Միացյալ Նահանգներու եւ Իրանի միջև ցերկ բերված հրատատարը, այլև կնպաստեն Հեզբոլլահի ուժեղացման։ Փարոյի համաձայն Լիբանանի ենթակառուցվածքներու ոչնչացումն ու պետության դիրախավորումը չեն թույլատրել Հեզբոլլահը, այլ կզորացնեն զայն։ Իրանի կառավարությունը հայտարարած է, որ Ամերիկա-իսրայելյան հարվածներուն հետևանքով պատճառված նախնական վնասը կգնահատվի շուրջ 270 միլիարդ դոլար, սակայն այս թիվը տակավին կրնա փոփոխվել։ Կառավարության խոսնակը հարցազրույցին մեջ նշած է, որ վնասներու գնահատումը կկատարվի քանի ուղղություններով եւ տակավին վերջական չէ։ Անոր խոսքով ռազմական փոխհատուցումներու հարցը կքննարկվի դիվանագիտական ուղիներով, ներառյալ բանակցություններու ծիրին մեջ, որոնք տեղի ունեցած են Իսլամաբադի մեջ։ Պաշտոնական տվյալներու համաձայն հարվածներուն հետևանքով վնասված կամ ավերված է ավելի քան 125,000 քաղաքացիական կառույց, որոնց մեջ շուրջ 100,000-ը բնակելի շենքեր են։ Զոհերու թիվը ըստ իրանական աղբյուրներու կհասնի առնվազն 3700-ի, ներառյալ գիներ եւ երեխաներ։ Հակամարտությունը սկսած է փետրվար 28-ին օդային հարվածներով, որուն Իրան պատասխանած է իրական խոստում 4 գործողությամբ, հրթիռային եւ անօդաչու սարքերու հարվածներով, Իսրայելի վերահսկողության տակ գտնվող տարածքներուն եւ շրջանին մեջ ամերիկյան ռազմական կետերուն վրա։ Չնայած ապրիլ 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդունած են Իրանի առաջարկած հրատատարի հիմքերը, ապրիլ 12-ին Իսլամաբադի մեջ տեղի ունեցած երկարատև բանակցությունները չեն հանգեցուցած վերջնական համաձայնության եւ ժամանակավոր հրատատարը կշարունակե գործել։ Ապրիլ 23-ին Գլենդել քաղաքի քաղաքապետարանը կկազմակերպի հայրու ցեղասպանության տարեկան 25-րդ ոգեգոճման ձեռնարկը, որ կկայանա պատմական Ալեքս թատրոնին մեջ հարկանքի դուրք մատուցելու 1.5 միլիոն հայ զոհերու հիշադակին։ Միջոցառման ծիրին մեջ կցուցադրվի նաև վավերագրական ժապավենը։ Կազմակերպիչները կհորդորեն ցանկացողներուն նախապես ապահովել իրենց մասնակցությունը, արձանագրվելով համապատասխան գայքեջին մեջ։ Ապրիլի 26-ին Times Square-ի մեջ կկայանա հայրու ցեղասպանության հիշադակին նվիրված ամենամյա ոգեգոճման ձեռնարկը, համախմբելով համայնքային առաջնորդներ, իրավապաշտպաններ եւ հանրության ներկայացուցիչներ։ Նախադեсված ծրագիրը կներառե ընդրված պաշտոնատարներու ելույթներ, գիտական խոսքեր, ինչպես նաեւ մշակութային եւ երաժշտական կատարումներ։ Միջոցառման ընթացքին կհիշադակվին հայրու ցեղասպանության 2 միլիոն զոհերը եւ կհնչեն գոչեր ուղղված Թուրքիո կողմէ ցեղասպանության ճանաչման։ Ելույթներով հանդես կգան նաեւ ցեղասպանության կանխարգելման ոլորտի մասնակիցներ։ Ձեռնարկը կներառե նաև հոգևորականներու աղոթներ։ Գազམ་ագերբիչները կնշեն, որ այս նախաձեռնությունը կնպատակադրի ոչ միայն հիշել անցյալը, այլև համախմբել ջանքերը նման հանցագործություններու գերտնությունը կանխարգելելու եւ հասնելու համաշխարհային ճանաչման։
Գոսանտո բոլսո մեջ կորձող նոր զարտոն կազմակերպությունը ապրիլ 19-ին նոստալջիկ ուրախանութին մեջ կգազմակերպե բռնի իսլամացված հայրուն նվիրված ժաբավենի ցուցադրություն եւ քննարկումը։ Աղբյուրին համաձայն քննարկման գլխավոր բանախոսները պիտի ըլլան Օնտեր Ջանմուտին եւ Ալեքսիս Կալկը, իսկ համագարկողը Նշան Գյուրեհը։ Ապրիլի 23-ին ժամը 12-ին Հայրութ Ցեղասպանության թանգարան հիմնարկին մեջ պիտի կայանա փաստագրելով հանցագործությունը, Հայրութ Ցեղասպանությունը վերապրածելու առաջին վավերագրումները խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, ուր կներկայացվին դերևս 1915-ին 1923 թվականներուն հայ անհատներու, ինչպես նաև հոգևոր ու հասարակական քաղաքական կառույցներու կողմէ իրականացված փաստահավաք աշխատանքները։ Այս գործունեությունը կարևոր դեր ունեցած է ցեղասպանության փաստերու արձանագրման եւ արխիվացման մեջ, հիմք դառնալով հետագա ուսումնասիրություններուն։ Նշված է, որ փաստահավաք աշխատանք իրականացնողներուն մեծ մասը ցեղասպանութենեն փրկվածներն էին, որոնք հաղթահարելով անձնական ողբերգությունը ստանձնած են պատմական հիշողությունը պահպանելու եւ փոխանցելու պատասխանատու առաքելությունը։ Ցուցադրության մեջ ընդգրկված են վաղ հուշագրություններ, օրագրություններ, ինչպես նաև լուսանկարային վավերագրական նյութեր, որոնք կհանդիսանան Հայրութ Ցեղասպանության ուսումնասիրության առաջնային եւ կարևոր սկզբնաղբյուրներ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։